1836 թվականի պոլոժենիայի արդյունքում առանձին թեմ էր ձևավորվում նախկին Գանձասարի կաթողիկոսության բազայի վրա, որի կենտրոնը այժմ նելու է Շուշին, այլ ոչ Գանձասարի վանք է, ստացվում է, որ Շուշին, որ կերտվում էր որպես մուսուլմանների ազդեցության գոտի, նորահայտ տարի ազդեցության գոտի Արցախի վրա, այժմ պետք է վերափոխվեր որպես հայ առաքելական եկեղեցու թեմական կենտրոն, կենտրոնի նշանակությունը իհարկե վեր էր զուտ կրոնական նշանակությունից, այն ունենալու էր իհարկե հասարակական քաղաքական մեծ կարևորություն եւ հնչեղություն։ Պատահական չէ, որ նկարագրում է Ռաֆին, օրինակ իր Խամսայի մելիքությունները աշխատության մեջ, որ այստեղ պաշտոնավարող թեմական առաջնորդը նույնիսկ Մելիք Եգանի շառավիղներից նրանց, ովքեր որ իսլամ էին ընդունել, փորձել է բերել իր ընտանիք եւ առաջնորդարանում սեփական փաստորեն կացարանում մեծացնել, որպեսզի նրանք քրիստոնեավայել եւ հային վայել դասիրակություն ստանային։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հայկական միջավայրի այս առանձին գործողությունները պետք է որ այս մելիքական միջավայրի ընկալման վերապրումը լինեին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։